Պարոն Սուքյասյան, այս գիշեր այրել են ձեր խմբակցության պատգամավոր Գևորգ Ստեփանյանի կնոջը պատկանող էլեկտրամոբիլը։ Դուք սա դիտարկում եք քաղաքական հարաբերությունների, ԿՊ-ի հետ հարաբերությունների հարթության մեջ, եթե սա քաղաքացիական պայմանագրի ուղերձն էր, ապա ինչ էր այն պարունակում, որն էր դրա բովանդակությունը։ Որպեսզի խոսքերս մերկապարանոց չհնչեն, պիտի շեշտեմ, որ Գևորգ Ստեփանյանը միջանձնային ինչ-որ տիրույթում որևիցե մեկի հետ թշնամանք ինչ-որ վերջխնդրության դրվագ չունի իր կենսագրության մեջ, հետևաբար անձնավորված որևիցե մոտիվացիա, շարժառիթ այս ամենի տակ չկար թաքնված, ինչ վերաբերում է բուն եղելության իրական շահառուներին եւ պատասխանատուներին, պիտի ասեմ, որ այնպես չէր, ամեն ինչ երկինքը խաղաղ էր, հանգիստ, այսպես փոխհարաբերություններ էին, դասական իշխանություն եւ ընդդիմություն էր, առհասարակ այս կոռուպցիոն սկանդալները, որ գալիս են ի հայտ, որի արդյունքում արդեն առաջանում է ծեծ, դաժանություն, լկտիություն, անպատժելիություն, այդ ամենի լույսի ներքո չի մնում այլ տարբերակ, քան եզրակացնել, որ վախի մթնոլորտ ստեղծելու եւ մարդկանց իբրև թե ընդդիմախոսներին իբրև թե լրացնելու, ինչ-որ խղճուկ փող ցանելու, ինչ-որ մի դրսևորում էր սա, եւ իշխանությունը, քանի որ բազմաշերտ է, տարբեր թևեր ունեն, մեկը մյուսի հանդեպ ինչ-որ դիրքավորումներ, շահերի խմբեր, շանտաժներ, պայմանավորվածություններ, չգիտեմ ինչեր, դրա համար ես առավոտյան եւեթ հայտարարել եմ, որ իրավապահները պետք է բառացիորեն ժամերի ընթացքում բացահայտեն, որովհետև մեր օրերում նմանօրինակ արարքները տեխնիկապես շատ ավելի հեշտ է իդենտիֆիկացնել կատարողներին, ինչու՞ չէ նաև պատվիրատուներին։ Հակառակ պարագայում մենք պիտի մտածենք, որ իրոք այս ամեն ինչը վերևներից եկած հրահանգ է եւ տանում են կոծկման ճանապարհով։ Հետեւաբար գնդակ իրավապահների դաշտում է եւ պետք է կարճ ժամկետում սպասել գործի բացահայտման։ Եթե գործը չբացահայտվեց կամ բավարար արդյունք չունեցավ, ինչին որ դուք եք սպասում ձեր խմբակցությունը, մենք կարող ենք համարել, որ կրիտիկական կետը արդեն անցել են իշխանությունները եւ հետեւաբար ենթադրվում է, որ ձեր գործողությունները այսուհետ ավելի կոպիտ պիտի լինեն քաղաքական իմաստով։ Դե տեսեք, այս լարվածությունը, այս իրենց նյարդային վարքագիծը, իրավիճակին չտիրապետելու իրենց դրսևորումները արդեն երիցս խոսում են այն մասին, որ իրականության մեջ իրենք չեն տիրապետում գործընթացների կառավարմանը, իրենք դարձել են արձագանքող։ Իրենք դարձել են արձագանքող իրադարձություն ստեղծողը մասնավորապես քաղաքային ավականիում, քաղաքի կառավարման ուղղությամբ իրադարձություն ստեղծողը դարձել է ընդդիմությունը, բարձրաձայնումների, բացահայտումների, տրանսպորտի բոյկոտ, կարմիր կետագծերի հետ կապված դատավարություն, ավականում անդամին մանդատից զրկելու հետ կապված դատավարություն եւ այդ դատավարությունն ենք հաղթել եւ կարմիր կետագծերն ենք հաղթել, տրանսպորտի բոյկոտը շարունակվում է, խայտարակցած հավաքագրումներ է տրանսպորտի, այսինքն քաղաքականից զատ, երբ որ նաև հստակ սոցիալական ուղղվածություն է ստանում ընդդիմադիր գործունեությունը, այդտեղ արդեն գալիս է հերթը հասնում է իշխանության կոռուպցիոն դրսևորումների, մսխումների, վատնումների, մերձավոր փոխկապակցված իրավաբանական անձանց արտոնյալ պայմաններով ֆինանսական արտահոսք ապահովելու այդ բացահայտումները իրենց մոտ առաջացնում է որոշակի ինչ-որ կոգնիտիվ դիսոնանս եւ այդ իրենց հիստերիկ, էքցենտրիկ եւ ցինիկ արձագանքները սկսվում են ավականուն լիստերի դահլիճից, շարունակվում են տարբեր հարթակներում, սոցիալական հարթակներում, ընդդիմության ներկայացուցիչների ավականու անդամների պրոֆիլների վրա ֆեյքեր քսի տալով, հայհոյանքներ գրելով, ծեծով, ջարդի փորձով, մեքենա հրկիզելու ինչ-որ փորձով, եթե այդ ամենը մի ամբողջական շղթա չէ, նշանակում է իրոք իրենց տեղում չեն, որովհետև ստացվում է, որ ինչ-որ աներևույթ, ինչ-որ գործընթացի հետ գործ ունեն, այդ ամեն ինչը մեկը մյուսի շարունակությունն է, այս ամեն ինչը ունի կոնկրետ շահառու իդեմս գործող իշխանության եւ թիվ 1 իշխանավոր Նիկոլ Փաշինյանի եւ ինչն է ապշեցուցիչ, որ
ընդդեմ բիրտ ուժի, ամբարտավանության, լկտիության, ահա այդպիսի կարգախոսներով իշխանության եկած քաղաքական խմբակի պարագլուխը, երբ որ քաղաքի կենտրոնում տեղի է ունենում, մայրաքաղաքում, հանրապետության կենտրոնում տեղի է ունենում սկանդալ, բիրտ ուժ է կիրառում իրենց կոալիցիոն գործընկերը, ամբողջ հասարակությունը շունչը պահած սպասում է, թե երբ են ձեռնաշղթաներով այդ արարքի հեղինակներին ենթարկելու պատասխանատվության ազատազրկելու, կարծես ոչինչ չի եղել, իր այդ էպատաժային կեպին դնում է գլխին, գնում է մարզերում, սկսում է ասֆալտից խոսել, այնինչ ռեալ հողի վրա մեր երկրում օրեց օր, ժամ առ ժամ այն մարդիկ, ովքեր անգամ իսկ 21 թվականի ընտրությունների ժամանակ քվե էին տվել քաղաքացիական պայմանագրին եւ չէին խորշում բացահայտ այդ մասին ասել, այդ մարդկանց մոտ վերջին 1-2 տարում որոշակի այսպես բարդույթավորման փուլ էր, անհարմար էին զգում խոստովանել իրենց, հա, հուսախաբությունը, այժմ արդեն մարդիկ հաղթահարել են այդ բարդույթը եւ շատ դժվար է, ահա որ դժվար է դարձել գտնել մարդկանց, ովքեր բացեի բաց կշարունակեն նրան պաշտպանել եւ նրա կողմնակիցը համարվել, շատ փոքրամասնություն են դարել, ջախջախից փոքրամասնություն են այդ մարդիկ հիմա բացեի բաց հայտարարում են, որ այո ընտրել են, բայց խոստովանում են, որ իրենց հույսերը չեն արդարացվել, իրենց հուսախաբ են արել, իրենց վստահությունը, հավատն ու քվեն իշխանությունները կորզել են, մսխել են, կապիտալիզացնել են որպես ունեցվածք, հարստություն, անշարժ գույք, բիզնեսներ, բարձր եկամուտներ, արտոնություններ, անպատժելիություն։ Ահա այս ամենի խորապատկերի ներքո Գևորգ Ստեփանյանի ընտանիքի պատկանող մեքենայի ահա այդ պատմությունը սոսկ մի դրվագն է։ Ինչպես սկզբում նշեցի, այնպես չէր, որ հարթ էր ամեն ինչ եւ ինչ որ մի օր մեքենան այրվեց։ Այս շարքը նոր չի սկսվել, այս շարքը ցավով պիտի ասեմ, բայց լրիվ բոլոր նախադրյալները կան, որ այս շարքը շարունակվի, որովհետեւ ռեալ ոդքի քաղաքացիական պայմանագրի ոտքերի տակից քաղաքական, սոցիալական եւ մարդկային, հա, բոլոր տեսակի հնարավոր առումներով հողը գնում է ուղղակիորեն։ Այս շարքը կշարունակվեր արդյոք, ինչպես դուք եք ասում, եթե քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գնահատական տար այն դեպքին, ինչ տեղի ունեցավ Մասիվի թաղապետարանում։ Իհարկե գնահատականներ հնչեցին, բայց ոչ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ես մի քիչ ավելի հետ կգնամ, ուրեմն Մայր Հայաստանի գործունեությունից բարդույթավորվելու եւ արդեն արգումենտների դաշտից բռունցքների դաշտ անցնելու այդ երևույթը տեղ է գտել դեռևս 2023 թվականի նոյեմբերին։ Պարզապես մեր օրերում այս տեղեկատվական ինտենսիվ լրահոսի մեջ ակամայից մարդիկ ինչ որ սկսում են մոռանալը դա։ Այդ ժամանակ էլ Մայր Հայաստանի առաջին մասնակցությունն էր ավականու նիստին եւ այդ ժամանակ էլի իրենց նյարդերը տեղի տալով նույն թաղապետերին իրենք հրահանգավորած բերեցին դահլիճ եւ ծեծկռտուք տեղի ունեցավ Մայր Հայաստանի ներկայացուցիչների եւ նույն թաղապետերի հայտնվում նաեւ նույն Մասիվի թաղապետի մասնակցությամբ։ Երբ որ այդ ժամանակ լիներ համապատասխան արձագանք, լիներ պաշտոնանկություններ ամենաակտիվ այդ ծեծի մասնակիցների։ Միգուցե մենք այսօր չունենայինք լկտիության, սանձարձակության եւ ամբարտավանության նման հրապարակային մարտահրավեր պարունակող վարքագիծ դրսևորող թաղապետ, հա, այսինքն մինչ այդ միջադեպն էլ բավական դրվագներ եղել են, որպեսզի իշխանությունը հստակ գնահատական արտահայտեր անպատասխանատու եւ օրենքի հետ լուրջ խնդիրներ ունեցող վարքագծի հանդեպ, բայց այդ ամենի փոխարեն նրանք այդ ամեն ինչը հովանավորել են, որովհետեւ նախ Երևանի քաղաքային ավականիում իրենք չունեն բավարար թվով ձայների քանակ, իրենք հարկադրված էլ գնան նման գործարքների, բայց այդ գործարքների թագն ու պսակը անշուշտ այն բացահայտումներն են, որոնց վերաբերյալ մենք բարձրաձայնում ենք, որ կոալիցիոն որ կուսակցության հետ փոխկապակցված, որ ավականու հետ փոխկապակցված, ինչ ֆիրմաներ քաղաքապետարանից, ինչ պետք համայնքային գնումներ, ինչ տենդերներ, ինչ շինթույլտվություններ են ստանում,
որը դառնում է մեծ ահռելի եկամուտ, հա։ Եվ եթե հաշվի ենք առնում, որ իրենք գնացել են համատարած թանկացումների, թե աղբահանության, թե կարմիր կետագծերի, թե նաև գույքահարկի, այսինքն ստացվում է, որ Երևանի քաղաքային բյուջե մտնող գումարները շեշտակիորեն ավելանում են, որի հետ զուգահեռը լավ շեշտակիորեն ավելանում է ամեն կերպ համայնքային բյուջեից եւ ինչու ոչ նաև պետական բյուջեից իրենց գրպանները լցնելու ահա այդ մոլուցքը, այնպես որ այս ամեն ինչը Երևանի մակարդակով բացառություն չէ, սա օրինաչափություն է ամբողջ հանրապետության մասշտաբով եւ այդ լուրերի զուգընթաց իմանում ենք, որ Գյումրիում փորձում են համայնքային այդ նորընտիր հավաքանու կազմի հետ կապված ինչ որ դրսևորումներ նորից հրահրել, ջուրը պղտորել, այսինքն հետընտրական կեղծիքները իրենց բնորոշ երևույթ են, իրենք փորձում են ամեն կերպ ատամներով կարճած մնալ իշխանությունից եւ նման օրինակ բոլոր դրսևորումները հանրությանը սթափեցնելու եւ քաղաքացիական պայմանագրին առաջիկա ընտրական գործընթացների ժամանակ մեկընդմիշտ այդ կաբինետներից վռնդելու պարտավորվածություն է գալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ։